Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է օգոստոսի 16-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին օգոստոսի 16-ին։ Ոմանք այդ օրը հարսանիքի կլինեն, հնարավոր է նաև ամուսնության առաջարկ, կամ դուք անեք, կամ ձեզ անեն այդ օրը ամուսնության առաջարկ։ Նաև դա պայմանագիր է, որ կարող եք կնքել, չնայած գիրակի է դժվար նման հարց լինի, ուղղակի կարող է ամբողջ օրվա ընթացքում նույն գործով զբաղվեք, նույն բանն անեք։ Այդ օրը նաև կորուստ ունեք, տեսնենք ինչի կորուստ է սա։ Մի բան է թռնում, փոփոխություն է, միգուցե փոփոխությանը չեք կարողանում դիմանալ։ Այստեղ կարող է գաղտնիք բացահայտվել եւ տրամադրությունը ընկնի, այլ ոնց որ չվստահեք դիմացինին։ Նա նաև ուսումն է։ Կարող է ոնց որ հավեսը փախնի ուսման նկատմամբ։ Կարող չուզենաք սովորեք կամ նման ոչ մի բան է։ Եվ ոմանք այդ օրը շատ կաշխատեն, աշխատանքի մասին խոսեք։ Ոմանք նաև կարող են այցելել ոչ բժշկական կենտրոն։ Նաև ինչ-որ մի կետի վրա ուշադրությունը կսևեռեք, ինչ-որ մի բան է, որ ոնց որ կուզենաք անել, դա անեք, միգուցե բարձրացնեք դա, ավարտեք դա, ոնց որ ուղղությունը նաև դրանում կարող է լինել։ Օրվա ընթացքում դա որ կարող անդադ նույն բանն անեք, որ ի վերջո դա անեք, ավարտեք։ Կարող է ժամանակ չունեք։ Նաև ոմանք պատրաստվում են, որ հաջորդ օրը գնան աշխատանքի, միգուցե արդեն ինչ-որ պաշտոն են ձեզ տվել եւ հիմա արդեն այդ քայլին եք, ոնց որ արդեն պատրաստվում եք, որ երկուշաբթի պետք է գնաք եւ զբաղվեք այդ գործով։ Այսքանը ձեզ համար։ Կիրակի է, ինչ-որ հատուկ բաներ չկան։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին օգոստոսի 16-ին։ Այդ օրը ճանապարհներին կլինեք, բավականին շատ, նաև կարող երկար ճանապարհ եք գնում, կամ մարդիկ են գալիս ձեր տուն։ Եվ ոմանց մոտ ոչ թե ոլորտ կկայանանա, որ ոլորտը որ անկայուն էր, որ ոլորտը որ մի տեսակ կասկածելի էր ձեզ համար, կամ հա ինչ-որ խնդիրներ կար, ապա դա կայունանում է, դա նորմալանում է, բայց եթե ուզում եք այդ օրը գործերը առաջ մղել, ասեմ, որ չեք կարողանա, որովհետև պահող բան կա։ Եվ դա ձեզ ոնց որ չի թողնում ձեր գործերը առաջ մղել։ Միգուցե տան հետ է կապված։ Նակ ուզում եք տուն մաքրեք, տունը ուբորկա անեք, բայց ինչ-որ մի բան խանգարում է ձեզ եւ չեք կարողանում այն անել։ Ում պետք է ճանապարհներ լինեք, կամ հյուր է գալիս եւ չեք կարողանում անել, կամ եթե մեքենա ունեք, միգուցե մեքենան է ինչ-որ մի շարքից դուրս է գալիս եւ չեք կարողանում ճանապարհ գնալ, ինչ-որ մի բանը ձեզ այդ օրը պահելու է հետ։ Եվ ձեր գործերից եւ միգուցե նաեւ ճանապարհից։ Տան հետ կապված իրադարձություններ ունեք, միգուցե տեղափոխվում եք եւ այդ օրը իրոք չեք կարողանում տեղափոխվել, որովհետեւ էլի եմ ասում, խնդիրներ կան։ Նաև դա կարող է լինել հյուրեր, առիթ, կամ ձեր տանը, կամ պետք է գնաք այդ առիթին, կամ այստեղ գնում եք, հետո չեք կարողանում հետ վերադառնալ, որովհետև այնտեղ կարող եք մնալ, կամ խնդիր կա հետ գալու հետ կապված, տաքսի չկա, մի խոսքով, ինչ-որ մի բան։ Այդ օրը շատ բան մի պլանավորեք, որ առաջ պետք է գցեք ինչ-որ մի բան, անելու եք շատ բան։ Այդ օրը նման բան մի պլանավորեք, որովհետև հնարավոր չի լինի։ Թեկուզ տան գործերը, թեկուզ տան վերանորոգումը, միևնույնն է։
ինչ որ վրցին կարող է պոկվել եւ տանը ուրիշ վրցին չունենաք, որ ներկեք կամ ուրիշ ինչ որ մի բան։ Եվ վերջ, կանգնի դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին օգոստոսի 16-ին։ Ինչ-որ մի բան է գնալու, ձեր կյանքից արդեն ինչ-որ մի բան, ոնց որ սենց հասել է հայր գա գտնակետին, որ արդեն նա ձեզ պիտանի չի։ Դա է գնում ձեզանից, բաժակը լցվել է, նաև եթե մարդ է, հա, այստեղ բաժակը լցվել է գնում է, և նոր բանի է, նոր տեղ է բացում։ Հնարավոր է տան հետ է կապված, տան անդամների հետ է կապված, հնարավոր է ինչ-որ մի բան է զույգերի հետ կապված։ Գուցե տան հետ կապված խնդիրներ կային, այդ խնդիրները գնում է հիմա արդեն նորով եք սկսում ապրել, հա, վերջ եք տալիս այդ խնդիրներին և արդեն կարողանում եք ամեն ինչ հարթել, լուծել։ Ոմանք այդ օրը առիթ ունեն, կամ ձեր տանը, կամ պետք է գնաք, նաև տան հետ կապված հարցեր կան, գուցե վերանորոգում եք կամ տեղափոխվում եք, հյուրեր շատ կընդունեք, դուք կգնաք հյուր, կամ մաքրություն կարող եք անել ուղղակի տանը, և դա բավականին իրեր հանեք թափեք։ Այդ օրը ոմանք կզբաղվեն իրենց գեղեցկությամբ, ոմանք կզբաղվեն իրենց առողջությամբ, արտաքին տեսքով, նաև դա ծնողներն են, կարող եք ծնողների մոտ գնալ, ծնողներին այցելել, ծնողների կողքը լինել, իրենց անհրաժեշտ կլինի այդ օրը, հա, աջակցություն, նաև դա, եթե տան հետ կապված ինչ-որ հարցեր են և այդ հարցերը դեռ դանդաղ են ընթանում, պետք չի անհանգստանալ, թեկուզ եթե մենակ տուն եք փնտրում և անընդհատ չեք կարողանում այն գտնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին օգոստոսի 16-ին։ Բավականին էմոցիոնալ կլինեք այդ օրը։ Շատ ոմանք այստեղ ռոմանտիկ պահեր կունենան, ռոմանտիկ հարաբերություններ, ռոմանտիկ ինչ-որ հանդիպում, նաև ձեր ծնողին պետք է ուշադրություն դարձնեք այդ օրը, մայրիկի հետ ավելի շատ կլինեք, կամ մայրիկին կարող եք հիշել ուղղակի։ Ինչ-որ մի բան է ձեզ մոտ անհայտ, որովհետև ինչ-որ մի բան ձեզանից գնալու է և կարող է դա է պատճառը, որ անհայտ է, թե ինչու գնաց, որովհետև մենք չենք նկատում շատ ժամանակ, եթե մարդու մասին է խոսքը, չենք նկատում, որ դիմացինի մոտ լցվել է բաժակը արդեն և նա գնում է։ Եթե ինչ-որ մի խնդիր է գնում, ևս հա մարդը էլի չի կարողանում հասկանալ, թե ինչու այդպես եղավ, որովհետև դա ձեզ պիտանի չէր, դրա համար գնաց։ Նորին տեղ է բացում, նորին և որն էլ իր հետ բերում է ձեր կյանք կայունություն, ավելի փոփոխություն, հանգստություն, եթե ինչ-որ ոլորտում խնդիր կար, եթե ինչ-որ ոլորտում այդ օրը հա ոնց որ ձեզ էմոցիոնալ էր դարձնում, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում առուսներին օգոստոսի 16-ին։ Այդ օրը ոչ է կտրուկ քայլ կարող եք անել, նաև ուշադիր եղեք սուր գործիքներով աշխատելուց, որպեսզի ձեզ չվնասեք։ Հնարավոր է նաև ուղղակի գնում եք նման կենտրոն, ինչ-որ սուր գործիքներով ձեր վրա, որպեսզի աշխատեն, ունքերը հանեն և այլն, յուրաքանչյուր բան այնտեղ կարող է լինել։ Նաև դա կտրուկ քայլ որոշում է վերջնական,
նաև սա վեճը, չնայած այնտեղ նոր դռներ են բացվում, հնարավոր նաև դուռ եք փակում։ Եթե վիճում եք այստեղ, կարող է կտրուկ քայլ անեք, դուռ փակեք ձեր հետևից, դե նայեք հետո չփոշմանեք։ Դա նաև ուղղակի կտրուկ քայլ է եւ այստեղ նոր դռներ կարող են բացվել։ Դա կարող է լինել ոնց որ ինչ-որ մի բան հստակ անեք, որոշում եք ու գնում եք անելու, վերջ, հա, ոնց որ ինչ-որ մի բան ձեզ չի պահում, որ դա դուք անեք։ Դե նոր դռներ են բացվում, ոմանց համար դռներ են փակվում, բայց նաև կայունություն է գալիս։ Եթե նոր դռներ է բացվում, իր հետ բերում է ձեր կյանք կայունություն, ձեր կյանք հանգստություն, այն ոլորտը, որ անհանգստացնում էր, եւ միգուցե կարող է կտրուկ քայլանելուց առաջ եւս անհանգստանում եք, լավ կլինի դա թե ոչ, նա այստեղ եւս սա լավ կլինի։ Թեկուզ եթե դուռ եք փակում ձեր հետևից, հա, ինչ որ մի բանին վերջ եք տալիս, ապա եւս ձեր կյանքը ոնց որ ավելի հանգստանում է։ Ոնց որ մարդը վերջ տա այն հարաբերություններին, որտեղ ամբողջ օրը ղժղժոց, ճվճվոց, ծեծու ջարդեր։ Բնականաբար, չէ, դուռը փակում եք այնտեղ եւ արդեն ձեր կյանք մտնում է ավելի հանգիստ կյանք։ Ավելի հանգստություն, ավելի կայունություն։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին օգոստոսի 16-ին։ Այդ օրը նամակագրական կապի մեջ կլինեք, նաև փաստաթղթեր կդասավորեք, կձևակերպեք, եթե բաց է ինչ-որ միտեղ կարող եք քսերոքս նաև անել, գրել, ցուցակ կազմել, հրավիրատոմ ստանալ եւ այլն, ինչ-որ թղթերով աշխատել։ Նաև օծեր կան այդ օրը։ Միգուցե մտնում են ձեր անձնական կյանք, այստեղ նաև այդ տղայի հետ կապված։ Նաև դա կարող է լինել հա իմաստություն, որպեսզի այդ տղային ճիշտ վերաբերվեք, օրինակ եթե այստեղ նոր ծանոթությունը նամակագրական կապ եք հաստատելու, որպեսզի ճիշտ գրեք, ճիշտ ընտրեք բառերը, ճիշտ վերաբերվեք տվյալ անձնավորությանը։ Տեսնենք ով է այս տղամարդը, ում հետ կարող եք հանդիպել այդ օրը կամ շփվել։ Գումարային թեմա է կամ ֆինանսապես ապահոված տղամարդ է կամ գումարային թեմայում, այդ որ կարող եք խոսել այդ օրը։ Նեմ այստեղ կարող է իմաստուն պետք է լինեք, օրինակ դա կարող է լինել ձեր տնօրենը եւ պետք է ոնց որ ավելի այնց ճիշտ գնաք եւ խոսեք, եթե ձեր աշխատավարձը դեռ չի տվել, դե գնաք գորգրակ։ Կամ ձեր ամուսինն է միգուցե եւ նստած քննարկելու եք ֆինանսական հարցերը։ Այսքանը ձեզ համար ընկերը, գործընկերը, մի խոսքով, ինչ որ տղամարդ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին օգոստոսի 16-ին։ Ճանապարհ եք գնալու այդ օրը, շատ կլինեք ճանապարհներին, ձեր գործերը կփորձեք առաջ մղել, այդ առաջ մղելու այդ կապված նաև կարող եք տատանվել, ծանր ու թեթև անել, թե ինչպես պետք է այն անեք։ Նաև սա տեղափոխություն է, միգուցե տեղափոխվում եք մեկ այլ բնակարան, մեկ այլ վայր կամ մտածում եք այդ օրը։ Ընտրության առջև եք միգուցե եւ այդ թեման է ձեզ մոտ, արդյոք արժի տեղափոխվել, արդյոք արժի գնալ ինչ-որ միտեղ, արդյոք արժի փոխել իմ ուղղությունը, այդպես նե գործերը նաև առաջ կմղեք, բայց նաև դրա հետ մեկտեղ հա ինչպես անեք, որ միգուցե այլ ավելի շատ առաջ տանեք այդ գործերը։ Եվ այդ օրը հաջողություն ունեք։ Յուրաքանչյուր գործում այդ օրը հաջողություն ունեք։ Թեկուզ այն ընտրությունը, որ կկատարեք, այդ ընտրությունը եւս էլի հաջողակ ընտրություն կլինի ձեզ համար։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնենք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին օգոստոսի 16-ին։ Այդ օրը շատ ուժ կունենաք գործերն անելու համար, նաև կարող եք հանդիպել պետական աշխատողի, այնտեղ ուշադիր եղեք, կորուստը նաև կարող է լինել այն, որ ձեզ շտրաֆ գրեն, կամ մանր-մունր խնդիրներ են, որոնք որ կամ այդ մարդն է ստեղծում պետական աշխատողը, կամ օգնում է ձեզ, որպեսզի լուծեք այդ մանր-մունր խնդիրները, որոնք առաջանան ձեզ մոտ։ Տեսնենք ինչ խնդիրներ են, որտեղ այստեղ բորբոքվում եք, բարկանում եք։ Եթե մեքենա եք վարում, ապա եւս, պետք է ուշադիր լինեք, որպեսզի չհանդիպեք պետավտոտեսուչներին։ Այստեղ շփում է գորգռոց, այստեղ կարող եք նաեւ ձեր հեղինակությունը կորցնել։ Խոսելու ընթացքում արտահայտվեք մի բան, որը չպետք էր արտահայտվել, նաեւ դա կարող է լինել լեզվակռիվ, որից վեճ առաջանա եւ կորցնեք տվյալ անձնավորությունը, վստահությունը նույնպես։ Միգուցե իրոք այստեղ ձեր տնօրենն է, սա ձեր մենեջերն է։ Ձեր ամուսնուն կարող է ցույց տալ նաեւ, որի վրա հենվում եք եւ այդ օրը վիճում եք։ Իրար չեք հասկանում, ինչ որ մեկն է, որ ուզում է ձեզ օգնել, աջակցել, էլի իրար չեք հասկանում, սկսում եք կպնել դիմացինին այստեղ։ Խոսակցության ընթացքում կարող է նաև տրամադրության անկում ունենաք։ Եվ հետո արդեն սկսում եք բորբոքվել։ Բնական է, արդեն դա մնացած էլի գալիս է շարունակական խոսակցությունից է դա արդեն։ Եվ սկսում եք էլի ոնց որ բորբոքված շարունակել խոսել իր արարքի մասին կամ ինչ որ մի բան է այստեղ տեղ ունենում։ Մանր-մունր խնդիրներ նաև կարող են առաջանալ, որի եւս պետք է քննարկել դիմացինի հետ, որպեսզի այդ հարցին լուծում տաք։ Եվ բորբոքված եք, պետք է հանգստանաք, որ կարողանաք ինչ-որ հարցին այդ օրը լուծում տալ։ Եվ թեկուզ եթե անհանգստանում եք, անհանգստանալու կարիք չկա, այստեղ արևը կա եւ այդ հարցերին կկարողանաք լուծում տալ։ Պետք չի անհանգստանալ։ Այսքանը ձեզ համար։ Տեսակ խառը օր է, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորների։ Ինչ է սպասվում աղեղնավորներին օգոստոսի 16-ին։ Ոմանք ժամադրության են այդ օրը, ոմանց մոտ անակնկալներ, նվերներ, ուրախ պահեր, ծնունդ միգուցե, ծնունդ է եւ դա այդպես առիթ եք ստեղծում ուրախանալու։ Նաեւ այդ օր ինչ-որ մի բան կգնա ձեզանից, նորին տեղ բացելու համար։ Այն ինչ որ արդեն իր դարն ապրել է, արդեն նա ձեզ հարկավոր չէ, դա է գնալու ձեզանից։ Նորին է տեղ բացելու, բայց նորը դեռ խոչընդոտներ կան։ Նորը դեռ այդպես չի ստացվում, որպեսզի անեք։ Ինչ որ մի բան գնում է, բայց նորը դեռ այդ օրերին մի սկսեք, կամ պետք չի դեռևս սկսել, խավարման միջանցք է։ Ոչինչ դեռ մի արեք։ Որովհետև ինչ որ մի բան եթե գնաց, հետևից կամ նույնը անեք, գնաք հետևից, ոնց որ մարդը գնում եք հետևից, կամ այդ բիզնեսը այլևս չի աշխատում, միևնույնն է կարճած եք, դա ձեզ միևնույնն է կբերի խոչընդոտներ։ Պետք չի կարճել այդ օրը այն բանից, ինչը որ գնում է ձեզանից։ Տեսնենք կկարողանաք խոչընդոտները հաղթահարել։ Թե այդ օր ինչ որ խոչընդոտներ կան։ Խոչընդոտները ընտանիքում են։ Խոչընդոտները նաև կարող է լինել ձեր եւ ձեր գործընկերոջ միջև։ Խոչընդոտները ամուսնության առաջարկի մեջ կարող է լինել, ամուսնական կյանքի մեջ, հարսանիք գնալու մեջ, մեքենա չկա, այնտեղից մեքենա չկա գալու, կամ ինչ որ մի բան է այստեղ, որ խոչընդոտ է ստեղծում հարաբերություններին։ Եթե ամուսինն է, կինն է հեռանում, այստեղ այդ վերադարձը արդեն այդքան էլ ինձ թվում է հարմար չի ձեզ։ Իբր ինչ են ստեղծել իրանց արևին։ Մում են ստեղծել իրանց արևին։
Ահա տեսնենք մի անկյունից վառվի, մինչև ավարտեմ։ Ոյ։ Լավ, փոխեմ, հիմա վերադառնամ։ Ահա, այսքանը ձեզ համար ոնց որ ասում են, եթե ամուսինը կամ կինը հեռանում է, ապա այս պարագայում պետք չէ հետևից գնալ, որտեղ խոչընդոտների եք բախվելու։ Նախ այն քարտը, որը կա, ինքը լցվում է, նոր է գնում, ինքը հենց այնպես ուղղակի չի որոշում, որ հենց պետք է հենց հիմա հելնի ու գնա, կամ հենց հիմա ինչ-որ մի բան ձեր կյանքից գնա։ Դա արդեն լցված, այսպես են, որ վերջ այդտեղ չկա, դա ձեզ արդեն պետք չի, նոր նա գնում է։ Այսքանը վերլուծեք, եթե մարդը չի ուզում բաց թողի, ապա ինքը պետք է փոխվի, որովհետև ձեզանից է գալիս, որ դիմացին է գնում է, հա, այդպես է, ընդհանրապես միշտ այդպես է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին օգոստոսի 16-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք փորձե տղայի հետ, նաև այդ օրը աղվեսներ կան։ Այստեղ միգուցե նոր ծանոթություն է, խորամանկորեն կարող է ինչ-որ մեկը փորձի մտնել ձեր կյանք, նաև չի բացառվում խաբեությամբ։ Պետք է շատ ուշադիր լինեք։ Տեսնենք ով է այս տղան։ Իրեն տեսնելուց բավական կարող եք բորբոքվել, կամ իր մասին շատ եք անհանգստանում, միգուցե ձեր տղան է, բանակում է, կամ ինչ-որ միտեղ է, որ շատ եք անհանգստանում, անհանգստանալ պետք չի, այստեղ արևը դուրս է գալիս, կամ իրար հետ եք վիճում, բորբոքված եք։ Միգուցե այս աղվեսն է խառնում ձեզ, լարվածություն կա, բավականին շատ, այս տղամարդու հետ, տղայի հետ։ Եվ աղվեսը տեսնենք, միգուցե ցույց տալով եմ։ Աղվեսը դա չի ուզում, որ դուք հաջողություն ունենաք, կամ եթե մի քիչ ինչ-որ խորամանկություն անեք, խորամանկորեն մոտենաք որևէ հարցին, կարողանաք ճիշտ լուծում գտնել եւ հաջողության հասնել որևէ ոլորտում։ Գուցե տղամարդու հետ է կապված։ Տեսնենք ով է այս մյուս աղջիկում կհանդիպեք, գուցե ձեր երեխաներն են այդ օրը հանդիպում են, կամ ձեզ խորամանկություն են անում ձեր հանդեպ։ Նայեք։ Ինչ որ մարդկանց երեխաներն են այստեղ, ովքեր որ երկուսին է տեսնելուց բավական լարվում են։ Կամ իրոք խորամանկություն են անում, իմանում եք, ոնց որ զգում եք, բարկանում եք իրանց վրա, գորգռում եք, կամ անհանգստանում եք երկուսի համար էլ, եւ այս խորամանկ ազնվորությունը անդադ ձեզ ստիպում է, դրդում է, որ ավելի շատ անհանգստանաք, ավելի շատ այդպես։ Կամ գիտեք, որ իրենց շրջապատում կա որևէ խորամանկ մեկը կամ խաբեբա մեկը եւ անհանգստանում եք։ Լարվածություն այստեղ կամ բորբոքվում եք, կամ ինչ-որ մի ընտանիք է, որի հետ կապված այստեղ ջղայնանում եք։ Որ ասենք խորամանկների ընտանիք են, խաբեբաների ընտանիք են, հա, այդպես կարող եք կատաղել։ Լարված օր է կարծես թե, կամ իրոք դուք բղավում եք, կամ անհանգստանում եք երկուսի համար, կամ երկուսի պատճառով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին օգոստոսի 16-ին։ Լարվածություն կա այդ օրը, բայց լարվածությունը անցնում է, կամ դռներն եք փակում, դրա համար է լարվածությունն անցնում, կամ նոր դուռ է բացվում, դրա համար է լարվածությունն անցնում, ոնց որ ինչ-որ մեկի վրա բարկացած եք, չի պատասխանել օրինակ ձեր զանգին, հա, օրինակ այս տղամարդը, եւ հետո ամեն ինչ կարգավորվում է, եւ հարաբերությունները նույնպես կարգավորվում են։ Նույնպես տեսնենք ինչի համար եք այստեղ այսպես կամ բարկանում եք, կամ անհանգստանում եք, պետք չի, որտեղ այնտեղ արևը կա, դրա համար այստեղ հետևում բանալին է ընկած, դա արդեն հաջողություն է, դա նոր դռներ է բացում։
Տեսնենք ինչ է այստեղ պատճառը կան, օձերն են, նայեք, օձերն են պատճառը եւ պետք է նաեւ իմաստուն գտնվեք, որ չբղավեք, վերցնեք ամեն ինչ ձեր ձեռքը, այդպես։ Պիտի նաեւ հարաբերություններում, եթե հարաբերությունները այստեղ դռները չփակեք։ Խավարման միջանցք է եւ եթե նայեք սկզբից էլ, շաբաթվանն էլ, կիրակի օրվանն էլ, երկուսն էլ բավականին լարվածություն կան։ Այդ օրը ոմանց մոտ նոր դռներ է բացվում, ոմանց մոտ դռներ է փակվում։ Կամ դռներ եք դուք փակում, այն ինչ-որ մի հարցին լուծում եք տալիս, վերջ այդ դուռը արդեն փակ է, այլևս չեք անդրադառնում դրան։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք որևէ տղամարդու հետ, տեսնենք ով է։ Հզոր անձնավորություն է, պետական աշխատող կարող է լինել, ուժեղ մարդ է, հեղինակավոր մարդ կարող է լինել նաև, ով որ ձեզ կաջակցի կօգնի։ Ոնց որ կարող եք իր վրա հանվել, միգուցե ձեր ամուսինն է, ավելի հզոր եւ զգում եք, որ ինչ-որ մի հարցում իրեն դիմել ավելի ճիշտ է։ Ձեր հայրը կարող է լինել, ձեր եղբայրը կարող է լինել, ում որ այդ օրը կարող եք դիմել ինչ-որ հարցի հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին օգոստոսի 16-ին։ Բավականին այդ օրը ուժեղ կլինեք, նաև ինչ-որ մարդ կարող է լինել, ով ձեզ կաջակցի, կօգնի որևիցե հարցում, միգուցե տան հարցում։ Նաև ուշադիր եղեք պետավտոտեսուչներից, որպեսզի չհանդիպեք այդ օրը, չշտրաֆեն ձեզ։ Տան հետ կապված իրադարձություններ ունեք, նա որ առիթ է, կամ ձեր տանը, կամ պետք է գնաք, դա գուցե նաև մի փոքր գինով ցածեք եւ կանգնացնում են։ Այստեղ որտեվ խնդիրներ կարող են լինել, կորուստ է, դա կարող է լինել գումարի կորուստ։ Նաև տանը, եթե առիթ եք ստեղծում, այնտեղ ինչա ոսկի, մոսկի մի քիչ առանձնացրեք, պահեք, ոչ թե դիմացը դրեք, որովհետեւ այդտեղ կորուստ նաև կարող է լինել, հենց կորուստը նաև կարող է լինել գողության տեսքով։ Եթե հատկապես չգիտեք ով է գալի ով է ընդհանրապես գալիս ձեր տուն։ Նաև տեղափոխություն սա կարող է լինել եւ տեղափոխության ժամանակ եւս ինչ-որ մի բան կարող եք կորցնել։ Ուշադրություն չդարձնեք դրան եւ կորցնեք։ Մանր խնդիրներ կարող են լինել տանը կամ առիթի ժամանակ, ինչ-որ մի բանը ավարտվի, բրծնի, հա, ոնց որ վերջանա եւ խանութ բաց չլինի, գնեք։ Տեսնենք, ես ինչ խնդիրներ եմ։ Աշխատանքային կարող է լինել, հեղինակության խնդիր կարող է լինել, եթե տուն չի, ռեստորանն է, այնտեղ կարող է խնդիրներ լինել, դա կարող է արդեն լինել գումարային առումով, չբավականացնի այն գումարը, ինչով որ դուք պատրաստվում եք փակել ծախսերը։ Դա պետական հիմնարկության հետ կարող է լինել խնդիրներ, կորուստ աշխատանքի, ուշադիր եղեք, կորուստ հեղինակության, բակային ուշադիր է պետք լինել այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։